կան գրքեր, որոնց մասին այնքան քիչ են խոսում, որ լռության աղմուկն ուղղակի խլացնում է։ Այդպիսի գրքերից է ամերիկացի գրող Մարկ Զեդ Դանիլևսկիի «Տերևների տունը»։ Թեև այն դժվար է նույնիսկ գիրք անվանելը, որովհետև «Տերևների տունը» միանշանակ շատ ավելին է, քան պարզապես գիրքը։ Նախ պետք է ասել, որ գրքի հենց առաջին էջերից հեղինակը, խմբագիրը, հրատարակիչը, ռուսական թարգմանության դեպքում նաև թարգմանիչը զգուշացնում են. մի կարդացեք այս գիրքը, պետք չի դա ձեզ, անցեք կողքով, վայ, մի կարդացեք, գործ չունեք։ Մենք սակայն կհամարենք այդ զգուշացումները որպես պարզապես մարքեթինգային հնարքներ ու բնականաբար կկարդանք։ Ու անմիջապես էլ կհասկանանք, որ զգուշացումներն ավելորդ չէին։ Սա աշխարհի թերևս ամենախուճուճ գրքերից է, շնորհիվ իր մի քանի շրջանակների։ Այս գիրքը նախ ներկայացնում է ձեզ հրատարակիչը, որին բերել էր ձեռագիրը մեկը, որը գտել էր այն մեկ ուրիշի տանը, որում գրված էր մի ֆիլմի մասին, որի մասին էլ հենց այդ գիրքն է։ Գիտեմ, հնչում է որպես անհեթեթ մի բան, բայց այս գրական փախլավան այնպիսի էմոցիաներ կպարգևի ձեզ, որ նույնիսկ սիրտներդ կխառնի։ Իդեպ սրտխառնոցի մասին, ոնց ասացի, սա միայն գիրք չէ, շատ ավելին է։ Գրքի սյուժեն կապված է տարածության եւ տարածության ընկալումների հետ, իսկ գրքի էջերը կառուցված են այնպես, որ կրկնեն պատմության մեջ հանդիպող տարածական անոմալիաները թղթի վրա։ Արդյունքում ընթերցողը, որը չունի ոչ այնքան ճկուն վեստիբուլյար համակարգ, պարզապես կարող է գլխապտույտ եւ նույնիսկ սրտխառնոց ունենալ։ Հեշտ է նման գիրք թարգմանելը։ Ոչ, կատակ չեք անում, սա ոչ միայն հեշտ չէ, այլ առաջին հայացքից կարող է նույնիսկ անհնար թվալ։ Ու հենց դա է պատճառը, որ դիմում եմ հայաստանցի հրատարակիչներին, որ անպայման թարգմանեն «Տերևների տունը», որպեսզի անհնարը դարձնեն հնարավոր։ Հայերենն այդ թարգմանության շնորհիվ ձեռք կբերի ոչ միայն աննախադեպ փորձ, այլև կդառնա այն սակավաթիվ լեզուներից մեկը, որի թարգմանիչները հանդգնել են մտնել «Տերևների տունը»։